Ողջույն, եկեք շարունակենք դիտարկել ուրեմն մաթեմատիկայի շտեմարանի խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք հետևյալ խնդիր, ասում է գտնել այն տվաբանական պրոգրեսիայի առաջին անդամը, եթե 5a5 հանած a10 հավասար 10-ի։ Եկեք a5-ը ներկայացնենք a1-ի տեսքով, a1 գումարած 4-ը d, իսկ a13-ը ներկայացնենք եւս a1-ի տեսքով, a1 գումարած 12d։ Շատ լավ, եկեք տվյալները տեղադրենք, ուրեմն 3 անգամ a5-ի ասում, նշանակում է 3 a1 գումարած 4d-ին բազմապատկենք 3-ով կստանանք 12d, հանած միևնույն ժամանակ a13-ը, իսկ a13-ը սա, այսինքն a1 հանած, տեսեք մինուս կա, այսինքն այս ամեն ինչը մինուս 1-ով կարելի է բազմապատկել, մինուս a1 մինուս 12d, եւ սա հավասար է 10-ի։ 12d-երը կրճատվում են, լինում է 3a1 հանած a1, որը լինում է 2a1, սա հավասար է 10-ի, այսինքն a1-ը ստացանք հավասար է 5-ի։ Հետևաբար a1-ի արժեքը կլինի 5։ Երկրորդը գտնել 7-ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը։ Ուրեմն ամենամեծ երկնիշ թիվը դա 99 է, որպեսզի քանակը հասկանամ, եկեք 99-ը բաժանենք 7-ի վրա։ 99-ը, եթե բաժանենք 7-ի, կստանանք 14.1։ Սա ինչ է նշանակում, որ իրեն մեջ 14 հատ ամբողջ թիվ կա։ Բայց հիշենք, այդ 14 հատ, եթե 7-ի բազմապատիկ թիվ կա, մի հատիկը միանիշն է, չէ՞, որտեղ սկսում է 7, 14 եւ այսպես շարունակ։ Այսինքն այս 14-ից կհանեմ այդ 1 հատ միանիշ թիվը, կստանամ 13, որը ինձ ցույց կտա երկնիշ թվերի քանակը 7-ի բազմապատիկ, այսինքն 13 հատ երկնիշ թիվ կա։ Շատ լավ, եւ հիմա պետք է հաշվենք ուրեմն դրանց գումարը։ Okay, այս 13-ը պետք է հաշվեմ, իսկ այս 13-ը հաշվելու համար կվարվենք հետևյալ կերպ։ Առաջին անդամին կգումարեմ վերջին անդամը։ Առաջին անդամը դա 14-ն է, իսկ վերջին անդամը հետևաբար կլինի 98-ը։ Նու կարելի առաջին անդամից կախված ենք, եկեք այսպես անենք, երկու անգամ առաջին անդամ, ընդհանրապես այս բանաձևը եկեք հիշենք, SN-ի բանաձևը ասում է հետևյալը, որ SN-ը հավասար է 2a1 գումարած n-1 հատ d բաժանած 2-ի անգամ n։ Հիմա 2a1-ը 2 անգամ 14 գումարած n-ը մեզ մոտ 13 է, 13 հանած 1-ը կտա 12, 12 անգամ d-ն մեզ մոտ բնականաբար 7-ի բազմապատիկ է, ուրեմն 7-ը բաժանած 2-ի անգամ 13 քանակը։ Եկեք հաշվենք, ուրեմն 2 անգամ 14 28, 12 անգամ 7-ը կվանի 84, բաժանած 2-ի անգամ 13։ Այստեղից շարունակեմ, հավասար է 28-ը որ կիսենք 14, 14 գումարած 42, բազմապատկած 13-ով հավասար, այսինքն 56 անգամ 13 է անում, իսկ սա իր հերթին հավասար է 728։ 728։ Ընտիր, սա պատասխանը, հիմա երրորդ եկեք նայենք, ասում հիմա գտնել B-ն երկրաչափական պրոգրեսիայի այն անդամի համար, որը հավասար է 40-ի, եթե տված է B1-ը եւ տված է Q-ն, ուրեմն ինչպես սա կարող ենք լուծենք։ Ընդհանրապես B-ի համար մենք կարող ենք ասել, որ BN-ը երկրաչափական պրոգրեսիայի n-րդ անդամը հավասար է առաջին անդամ բազմապատկած Q-ի n-1 աստիճանով։ Հիմա տեսեք, մեզ մոտ B-ն 48-ն է, 48-ը հավասար կլինի B1-ի արժեքը արդեն ունենք 3 բազմապատկած Q-ն 2-ը, 2-ի n-1 աստիճան։ Մենք պետք է գտնենք n-ը։ Նախ երկու մասը 3-ի վրա բաժանեմ, այստեղ կստանամ ուրեմն 16 հավասար է 2-ի n-1 աստիճան, իսկ 16-ը 2-ի 4 աստիճանն է։ 2-ի 4 աստիճան հավասար է 2-ի n-1 աստիճան, այսինքն n-1 հավասար է 4-ի, հետեւաբար n-ը հավասար է 5-ի, խոսքը 5-րդ անդամի մասին էր։ Եվ 4-ը գտնել x-ը, եթե x կես պլյուս 1, 2x մինուս 1, 6x մինուս 8 հաջորդականությունը երկրաչափական պրոգրեսիա է։ Շատ լավ։ Քանի որ սա երկրաչափական պրոգրեսիա է, սա ինչ է նշանակում, որ 2x մինուս 1-ի քառակուսին պետք է հավասարեն իր ձախ եւ աջ հարևանների արտադրյալին, այսինքն 2x մինուս 1 բարձրացրած քառակուսի հավասար է 6x հանած 8 բազմապատկած x կես պլյուս 1-ով։ 2x մինուս 1-ով բարձրացնենք քառակուսի, կստանանք 4x քառակուսի հանած 4x պլյուս 1-ը հավասար է 6x-ը սրանով բազմապատկենք, կստանանք 3x քառակուսի գումարած 6x մինուս 8-ով բազմապատկենք, կստանանք մինուս 4 6x մինուս 4x եւ մի հատ էլ 8 հանած։
Ստացանք հետևյալը, որ 4x քառակուսի հանած 4x գումարած 1-ը հավասար 3x քառակուսի գումարած 2x հանած 8, սաղ տանենք հավասարման ծախմաս, կստանանք, որ x քառակուսի հանած 6x գումարած 7-ը հավասար է 0, եւ փորձենք սա լուծել միասին։ Այստեղ ոնց որ թե մի բան սխալ ասեցի։ Սա պլյուս 1-ը, մինուս 1 է, սա պլյուս 1-ը, այսինքն մինուս 8-ը որ գա կնի պլյուս 8, այսինքն գումարած 9 ոչ թե հանած 7, այսինքն պլյուս 1 8-ը եկավ, դարձավ պլյուս 8։ Վերևը մաքրենք, դիսկրիմինանտ եկեք հաշվենք, ուրեմն դեն հավասար է համապատասխանաբար 36 հանած 4 անգամ 9 36, այսինքն դեն ստացանք 0, հետևաբար x-ը հավասար է մինուս b 6 բաժանած 2 է, բաժանած 2, այսինքն x-ը ստացանք հավասար է 3-ին։ Սա էլ սրա պատասխանը։ Վերջնական այսքան այս խնդրի հետ կապված կարծում եմ բարձրացնել հասկանալ, հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։